Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ փաստ արձանագրել։ Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով։ Եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում էր 1.9 միլիարդ դոլար մոտարապես, ապա այդ թիվը 4 անգամ աճել է 2025 թվականին, էլ չեմ ասում, որ 2024 թվականին այդ թիվը աճել է 6.5 անգամ։ Այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 1.5 անգամ։ Ինչու է մեր երկրի տնտեսությունը ամենամեծ կախման մեջ ընկել Ռուսաստանի Դաշնությունից ձեր կառավարման օրոք։ Պարոն Ֆարմանյան, մի հատ ճշգրտող հարց նշեցիք 2017 թվականից։ Պարոն Ֆարմանյան, եթե շատ կարճ պատասխանեմ, պատճառը այն է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական միության մեջ։ Այսինքն այդ նույն տնտեսական միության մեջ գտնվելը նշանակում է ինչ-որ երկրի հետ ավելի նպաստավոր առևտրի պայմաններ, մնացած երկրների հետ սահմանափակումներ։ Բացարձակ թվերով, այս դեպքում էլ բացարձակ թվեր նշեցիք, անգամներով, իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, եթե մենք նայենք օրինակ կշիռներով, եւ այդ առևտրաշրջանառության մեջ, եթե դուք նաեւ 2025 թվականի ցուցանիշն եք մեջբերում, պիտի հաշվի առնել, որ 2022-23 թվականներից սկսած, այդտեղ մենք արտաքին առևտրի վիճակագրության այդ բառը, չգիտեմ ոնց ասեմ, շեղում ենք ունեցել իր բնականոն ռիթմից եւ այդ արտաքին առևտրաշրջանառության վիճակագրությունը ներառում է նաեւ վերարտահանումը։ Բայց եթե նայեք օրինակ հայկական ծագման ապրանքների արտահանումը կամ այլ երկրներից ներմուծումները, մենք այդտեղ բավականին բալանսավորված վիճակ ունենք։ Բայց ամենաթարմ տվյալները, եթե ձեզ ասեմ, 2026 թվականի առաջին կիսամյակը, եթե համեմատենք 2025 թվականի առաջին կիսամյակի հետ, Ռուսաստանի կշիռը, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության 34%-ից, կարող եմ 1%-ով սխալվեմ, կոնկրետ չեմ հիշում, 34%-ից նվազել է 27%, Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը մի քանի տոկոսային կետով ավելացել է կշիռների նկատի ունի։ Արձագանք։ Պարոն Թունյան, մեկ անգամ եւս փաստենք, որ ձեր իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունը ամենամեծ կախման մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնությունից եւ նաեւ երբ որ դուք խոսում եք վերաարտանումների մասին, ասեմ, որ Հայաստան-ԵՄ ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 2.5 անգամ, այսինքն ենթադրաբար մենք պետք է ենթադրենք, որ երրորդ երկրներից ապրանքները պետք է ներկրվեին Հայաստան, այնուհետև արտանվեին Ռուսաստանի Դաշնություն։ Եվ այս համամասնությունը իրար չի համապատասխանում։ Այսինքն դուք ինչ քայլեր եք արել, իդեպ ասեմ, որ ես շատ կողմ եմ դիվերսիֆիկացիային, իհարկե ոչ ի հաշիվ այլ հարաբերությունների վատթարացման, բայց ամեն դեպքում Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը ավելացել է ընդամենը 2.5 անգամ, այն պարագայում ներողություն 1.5 անգամ, ոչ թե 2.5 անգամ, այն պարագայում, երբ որ նույն ցուցանիշները մենք ունենք 2010-17 թվականներին, այդ համեմատությունն էլ կա։ Եվ մի քիչ անհասկանալի է, եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերաարտանումներն են, պետք է ենթադրել, որ այդ թիվը ավելի մեծ պետք է լիներ, ոչ թե 1.5 անգամ ավելանել, եւ ինչ քայլեր եք դուք ձեռնարկել կոնկրետ դեպի Եվրոպա ապրանքների արտահանման ուղղված հարցում։ Պարոն Ֆարմանյան, ես կարծում ձեր հարցին պատասխանեցի, բայց լրացնեմ, ուրեմն վերաարտահանման էֆեկտը ձեր ասած վիճակագրության վրա մեծ ազդեցություն է ունեցել եւ մարդկանց համար հնարավորություն է ստեղծվել գումար աշխատելու։ Եթե այդ հնարավորությունը մենք այնպես անենք, որ մարդիկ չկարողանային օգտվել, մեզ կքննադատենք, ասեն, այդ տիպի հնարավորություն կար, խանգարեցիք։ Ինչպես օրինակ դուք 3 ոսկու արտահանման ժամանակ մեղքը գցեցիք Հայաստանի կառավարության վրա, մինչդեռ այդ ոսկու շղթայի գլխավոր խոչընդոտը ոչ թե տուրքն էր, որը մենք ընդունել ենք տնտեսվարողների հետ քննարկելու արդյունքում ու շատ ողջամիտ, այլ Ռուսաստանի կարգավորումների փոփոխությունը։ Իսկ ամենաթարմ տվյալներ ձեզ բերեմ, ամեն ինչ միանգամից չի լինում։ Օրինակ 3 էկոնոմիկայի նախարար տեղակալ Արման Խոջյանը տեղեկացրել է, որ միայն հուլիսին Հայաստանից արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 7000 տոննա ծիրան,
ու էլի կարող եմ թվարկել, այս ամեն ինչը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, ու մենք պիտի մեր ապրանքների ստանդարտների մակարդակն ու որակը ավելացնենք ու փորձենք ավելի խորացնել այս process-ը։